Բարի օր սիրելիներ, հուսամ լավ եք, արդեն բավական ժամանակ է ինչ մեր խմբի անդամներն ինձ առաջարկում են բացի մեր դասընթացներից, որոնք երկար են 1 ժամ եւ ավել, նաեւ հակիրճ վիդեոներ անել 1-2 րոպեանոց, որտեղ ես կփորձեմ փոքրիկ վերլուծումներ կատարել հիմնականում Սուրբ Գրքից կամ հայրերից եւ կարծում եմ, որ հոգեգալուստի այս մեր մեծ տոնը լավագույն առիթն է, որ նման ծրագիր սկսենք, որ հաճախակի կլինի Եվ կարճ այս վիդեոներով կփորձենք նաև հասկանալ օրվա պատգամը, Սուրբ Գրքից ինչ-որ մի հատված կամ միգուցե հայրերից ինչ-որ մի մեկնություն կամ միտք։ Եվ պաստորեն, քանի որ հոգեգալուստ է, ուզեցի հոգեգալուստ այսպես անվանել Տիրոջ խոստումի իրականացումը, որովհետև Մատթեոս 16-ի մեջ, երբ որ Քրիստոս մեր Տերն ու Փրկիչը խոսում էր եկեղեցու մասին, եկեղեցու հիմնման մասին, ասում էր, որ այդ եկեղեցին պիտի կառուցի Եվ այդ եկեղեցին դժոխքի դռները պիտի չավերեն, բայց դեռ ապագայով էր խոսում, որովհետև այդ եկեղեցին դեռ կառուցված չէր։ Հովանու 14-րդ գլխի մեջ խոսում էր, որ պիտի առաքի, հորը պիտի խնդրի եւ հայրը պիտի առաքի Մխիթարիչին, ով նաեւ մեզ բոլորիս պիտի ուսուցանի այն ամենը, ինչը որ մենք սովորել էինք Տիրոջից, առաքյալների նաեւ միջոցով նորից ապագայի հարց կար, դեռ չէր իրականացել Եվ ահա Գործք 2-ի մեջ մենք ընթերցում ենք, թե ինչպես Տիրոջ խոստումն իրականացավ եւ այն կատարվեց ոչ թե այսպես թեթև կամ աննշան կերպով, այլ կատարվեց մեծ զորությամբ, որովհետեւ մեզ Ղուկաս Ավետարանիչը, ով հեղինակն է նաեւ Գործքի, ասում է, որ մարդիկ առաքյալները միասին էին, միասիրտ էին կարելի ասել, եւ երկնքից հզոր ձայն եկավ, քամու նման, իրենք լսեցին այդ ձայնը, հետո տեսան այդ կրակելու լեզուները, որոնք տան մեջ էին եւ յուրաքանչյուրի վրա նստեցին եւ այս մարդիկ ստացան Սուրբ Հոգին, առաքյալները ստացան Սուրբ Հոգին եւ սկսեցին լեզուներով խոսել։ Այդ օրվանից իսկ հոգեգալուստով կատարվեց Տիրոջ խոստումը եւ հիմնվեց եկեղեցին, որը վերնատան մեջ էր եւ ահա թե ինչու մենք նաեւ կոչում ենք այս եկեղեցին աշխարհի առաջին մատուռը։ Սա մեծագույն օրն էր եւ ինչ կատարվեց այդ օրը։ Բացի այն, որ Տերը իր խոստումը կատարեց, նաև սկսեց առաքելության սկիզբը, եկեղեցու առաքելության սկիզբը, որովհետև նախապես աշակերտները դեռ ուսանում էին Քրիստոսից, իսկ հիմա հոգեգալուստով սկսեցին առաքյալ դառնալ, այսինքն առաքվեցին Սուրբ Հոգով զորացած, գնացին ու սկսեցին քարոզել ամբողջ աշխարհում եւ ի վերջո նաև քրիստոնեության այսօրվա մեր ամբողջ դիմագծի պատճառը հանդիսացին եւ հենց այստեղ էր որ ամենասուրբ երրորդությունը իր 3 անձերով հոր, որդու եւ Սուրբ Հոգու միջոցով իրականացրեց մեր փրկagorցության մեծագույն ծրագիրը եւ այդ ծրագիրը հիմնված էր եկեղեցու կառուցումով Քրիստոս հիմքերը դրեց եկեղեցու իսկ Սուրբ Հոգին ավարտեց այդ ծրագիրը որը նաեւ հոր ծրագիրն է եւ դրանով մենք այսօր ցնծում եւ ուրախանում ենք բայց այս ամենը անկարևոր կլիներ եթե այս ամենը մեր կյանքին մեջ մենք չվերագրեինք եւ ինքներս մեծ հարց տայինք թե ի վերջո նաեւ հոգեգալուստը իմ կյանքում ինչ է տալիս իմ կարծիքով հոգեգալուստը նախ եւ առաջ ինձ տալիս է այն գիտակցությունը որ ես Սուրբ Հոգով ծնված եմ այսինքն մկրտված եմ առաքելական Սուրբ եկեղեցում ոչ միայն մկրտված ու ծնված եմ այլ նաեւ դրոշմված եմ որ նշանակում է պաշտպանված եմ Տիրոջով Սուրբ Հոգու զորությամբ եւ կնքված եմ եւ դրանից բացի ես ինձ տվել է Սուրբ Հոգին այդ շնորհները որ մենք ընթերցում ենք առաջի Կորինթացիս 12-ի մեջ, որոնք ես պիտի վերածեմ Սուրբ Հոգու պտղի, որ ընթերցում ենք Գաղատացիս 5-ի մեջ։ Եվ փաստորեն մի ահռելի ծրագիր ունեմ իրականացնելու, ինչպես որ այն արեցին առաքյալները, եւ մեզանից յուրաքանչյուրն էլ մեզ պիտի տեսնի, իրեն յուրաքանչյուրը իրեն պիտի տեսնի, իբրև աշակերտ, ով արդեն այսօրվանից սկսած կարող է կոչվել առաքյալ, եթե պատրաստ է եւ եթե Սուրբ Հոգուն ապավինում է, որ սկսի իր փոքրիկ առաքելությունը իր իսկ անմիջական շրջապատում վկայելու Քրիստոսին իր կյանքով, որը կարող է լինել հենց անմիջապես մեր ընտանիքներից ներս։ Թող Աստված բոլորիս օգնական եւ պահապան լինի եւ այս մեծ օրը թող բոլորիս հիշեցնի եւ զորացնի կատարելու այն, ինչ մեզանից յուրաքանչյուրից ակնկալվում է, այսինքն վկայել Տիրոջը մեր կյանքով հնարավոր բոլոր միջոցներով։ Շնորհակալ եմ, հուսամ նորից կհանդիպենք, ցտեսություն։